Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, իհարկե հասկանալի է, որ լինելով երկու կոալիցիոն ուժերի մի մասը կազմել եւ ընդ որում ձեր դառը երևի հիշողությունները թույլ են տալիս ձեզ նման ելույթ ունենալ, ինչու, որովհետեւ հասկանում եմ AUKS-ի շենք, մարզհամերգային համալիր, ԱԳՆ շենք, երբ Սերժի եւ Քոչարյանի օրոք կարող էին օտարվել կամ վաճառվել, հասկանում եմ ձեր մտավախությունը եւ ուզում եմ ասել, որ ձեր երկու կոալիցիոն գործընկերները երկուսը միասին վերցրած 20 տարի այդքան ներդրում չեն արել հուշարձանների պահպանության հարցում, քան այս իշխանությունը 7 տարվա ընթացքում եւ սիրելի գործընկերներ, ընդդիմությունը առհասարակ մի հատ լավ արհեստի ճյուղ կա, դզող եւ փչող շատ պետքական, այսպես ասած, ճյուղ է եւ դերաբաշխում եթե տեղի ունենար, ընդդիմությունը վստահ եմ այս դերաբաշխման մեջ կզբաղեցներ ոչ թե դզողի դերը ասել է, թե շտկողի, այլ փչողի դերը կզբաղեցներ եւ ընդհանուր առմամբ ընդդիմության գործունեությունը եւ խոսքը եթե մեկ բառով բնութագրենք, դա բայցի մասին է։ Մենք խոսում ենք, որ գերիներ են վերադարձել հայրենիք, ասում են, այո, վերադարձել են բայց։ Մենք ասում ենք խաղաղություն է, ժողովուրդը ուրախանում է, ոգևորվում է, ընդդիմությունը ասում է բայց, երբեմն եւ, երբեմն սակայն, երբեմն ինչու։ Եվ եթե օրինակ ոչ միայն նաև շարունակելով այս միտքը անպայման ասեմ, որ մենք ասում ենք դպրոցներ ենք կառուցում, Տիկին Գյորեղյանը ասում է դանդաղ եք կառուցում, մենք ասում ենք ներդրումային միջավայրը գրավիչ է, ասում են այո թվեր կան, բայց այդքան էլ մեծ չեն թվերը եւ եթե օրինակ հիպոթետիկ պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ լիակատար, գեղեցիկ է, չկան խնդիրներ, չկան խոչընդոտներ, միևնույն է ընդդիմությունը կգտնի մի անկյուն, որտեղ կկարողանա ոչ թե շտկել, այլ պայմանական փչել են չարաճճի երեխեք կան, չէ, որ մեծահասակը կոնստրուկտոր է պատրաստում, լեգո ասվածը կամ փազլ է հավաքում եւ գալիս է կողքից չարաճճի բնորոշ մանկահասակ երեխայի չարաճճությամբ փչում է եւ քանդում է պատրաստված կոնստրուկտորը, որը երկար ժամանակ խնամքով մեծահասակը կառուցել էր։ Այ ընդդիմությունը նման է այս փչողին, երբ ասում էի դզողը եւ փչողը, այս դեպքում իշխանությունը շտկողն է, իսկ ընդդիմությունը մշտապես փչողը, այն բոլոր կոնստրուկտորները դրական իմաստով եւ համատեքստում, որոնք կառուցում է իշխանությունը։ Շնորհակալություն։